Դուք լսեցիք երեկվա նրա ուղերձները դատաիրավական համակարգին եւ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են սկսում։ Ես սա գնահատում եմ այդ նույն շարքից, ամեն ինչ արդեն այնքան ակներև է եւ այնքան պարզ է, որ ինքներդ ամեն ինչ տեսնում եք։ Տիկին Ղարամանյան երեք ձեր ֆրակցիան նշան բողոքի հերթական անգամ դուրս եկավ նիստերի դահլիճից եւ Վեհափարի անունը սխալվեցվեց եւ այսօր հետ եք վերադարձել, դա նույնպես շահարկման առիթ է տալիս ԿՊԱ-ականներին, ինչով է պայմանավորված ձեր վերադարձը ու ասում են այսպես ամեն անգամ, երբ որ հնչի այդ անունը, պիտի ամեն անգամ նույն գործողությունների դիմեք, մինչեւ երբ։ Գիտեք, ես չեմ մեկնաբանի այն, թե ԿՊԱ-ականները ինչ են ասում, իրենք ամեն բան կարող են ասել, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը տեսնում է, թե ինչպիսին է իրականությունը եւ կարծում եմ սեփական դատողություններն ու վերլուծությունները անելու կարողություն ունի, ինչ վերաբերում է մեր վարքագծին, այո, ամենայն Հայոց կաթողիկոսին ավազանի անունով դիմելը մենք համարում ենք մեր հոգեվոր կրոնական զգացմունքները վիրավորող գործողություն եւ միտումնավոր արված գործողություն եւ երեկվա մեր պահվածքը, այսինքն դահլիճը լքելու փաստը հենց դրանով էր պայմանավորված, դա անհամաձայնություն էր այդ վարքագծին եւ դուք գիտեք, որ քաղաքական իշխանությունը հետևողականորեն ազգային ինքնության հենասյուն հանդիսացող հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ է սկսել Նիկոլ Փաշինյանի բերած ծրագրում նույնիսկ այդ հակասահմանադրական կետը ներառված է, ես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից սկսվեց այդ ամենը, դուք շատ լավ հիշում եք, որ այդ արշավը եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսվեց, երբ Փաշազադեն հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, իսկ երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացահայտեց դա եւ խոստովանեց, որ խնդիրը ըստ էության Արցախ վերադարձի, Արցախի մշակութային ժառանգության պաշտպան, թույլ տվեք ավարտել, Արցախահայերի վերադարձի, մշակութային ժառանգության պահպանության խնդիրները հայ առաքելական եկեղեցու կողմից բարձրաձայնելն է եւ դուք հիշում եք, որ այդ արշավի մեկնարկից առաջ Շվեյցարիայում ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես էր եկել հենց այդ օրակարգով, այսինքն սա էլ արձանագրենք, այնինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ, դա եւս արտաքին օրակարգի սպասարկում է եւ մեր ազգային հենասյուները խարխլող մի արշավ է։ Տիկին Ղարամանյան, այսօր ինչով եք պայմանավորված բավականին ուշ ազգային ներկայանալը ձեր խմբակցության ձեր Դա խմբակցության որոշումն էր, մենք նպատակահարմար ենք գտել վերադառնալ խորհրդարան եւ մեր երեկվա քայլը, մեր երեկվա դեմարշը ամենևին չէր նշանակում, որ մենք այլևս խորհրդարան չենք վերադառնալու, մենք ինչպես նշել ենք, մեր օրակարգը անփոփոխ է, մենք այդ օրակարգի շրջանակում շարունակում ենք պայքարը, ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս օրենքով եւ սահմանադրությամբ չարգելված բոլոր միջոցները։ Մասնակցելու եք կառավարության ծրագրի քննարկումներին այսօր։ Դե քննարկումները, ինչպես տեսնում եք, արդեն ավարտին են մոտենում, մի քանի ելույթ է մնացել, կան խմբակցության անունից ելույթներ եւ ապա կլինի քվեարկություն, այդ մասով դեռ որոշում չունենք, կմասնակցենք քվեարկությանը, թե ոչ։ Դուք արդյոք մտավախություն չունեք, որ նորից ելույթների ժամանակ վեհապար Հայրապետին կդիմեն ավազանի անունով, ամփոփի ելույթի ժամանակ նույնպես, այդ դեպքում դուք ինչպես ձեզ կպահեք։ Դե իրենք կարող են շարունակել այդ սադրիչ գործողությունը, որովհետև իրենք գիտեն, որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից լինելու է համապատասխան արձագանք, ես կրկնեմ, դա ուղղակի հենց այնպես հարված չէ սեղանին, մենք տվյալ իրավիճակում գտել ենք, որ դա է անհամաձայնություն արտահայտելու միջոցը, նորից եմ կրկնում, ավազանի անունով վեհապար Հայրապետին դիմելը վիրավորում է տասնյակ հազարավոր, 100 հազարավոր հայ քրիստոնյաների հոգևոր զգացմունքները։
Պարոն Ղարամանյան, չեք կարծում, որ ձեր այդ դեմարշը իրենք շուռ են տալու ձեր դեմ եւ ամեն անգամ, երբ իրենք ուզեն, որ դուք դահլիճից դուրս գաք, իրենք այդ քայլին են դիմելու ու դուք ստիպված արդեն դուրս եք գալու դահլիճից։ Հակառակ դեպքում, եթե այլ վարքագիծ դրսևորեք, իրենք կհամարեն, որ դուք արդեն հաշտվել եք այդ իրավիճակի հետ։ Ես չեմ կարծում, որ մեր գործիքակազմերը ԿՊՆ որոշելու կախված համապատասխան իրավիճակից կընտրվի համապատասխան գործիքակազմ եւ կկայացվի համապատասխան որոշում ԿՊՆ չի կարող մեզ թելադրել թե երբ լինել դահլիճում, երբ դուրս գալ դահլիճում եւ ինչ անել մեր գործողությունները որոշում ենք մենք։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված կատարվածի մասին կուզենամ լսել ձեր գնահատականը, հաշվի առնելով, որ 3 հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ուղիղ Լևոն Քոչարյանին ասաց, որ հորդ ժառանգությունը չես ստանալու, ես ձեզ դատելու եմ, եւ առավոտյան Ալֆա ջոկատը արդեն Լևոն Քոչարյանեն տուն էր հայտնվել, սա քաղաքական ուղիղ հրահանգ չէ իրավապահ մարմինների։ Ես ճեպազրույցի առաջին հատվածում գնահատական հնչեցրեցի, այո, դա քաղաքական հրահանգ է, դա առաջին դեպքը չէ, երբ գործադիրի ղեկավարը Facebook-ով, ճեպազրույցում, հայտարարություններով եւ այլ տարբերակներով ուղիղ ցույցում է տալիս իրավապահ մարմիններին, արդեն 8 տարի է Հայաստանում ցավոք դատաիրավական համակարգը գործիք է դարձել գործող իշխանության ձեռքին եւ այդպես իշխանությունը փորձում է ճնշել իր ընդդիմախոսներին, փորձում է լրացնել ընդդիմախոսներին, սա գնահատում եմ այդ շարքից։ Հիմա դուք վերադառնալու եք նիստերի դահլիճ եւ շարունակելու եք ձեր գործունեությունը, ասես ոչինչ չի եղել, թե այլ գործողություններ հետևելու։ Այս պահին մենք խորհրդանում ենք, հիմա ընդմիջման ժամ է, մենք կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում։ Շնորհակալություն։